Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում կարծես մի պահ ամեն ինչ իր տեղն է ընկնում, Նարեն ու Հայկը կրկին միասին են, նրանց միջև եղած ցավոտ լռությունը ժամանակավորապես հաղթահարված է, նրանք փորձում են ապրել այն զգացումով, որ սերը կարող է բուժել ամեն ինչ, որ անցյալը հնարավոր է թողնել հետևում, Նարեն հավատում է, որ եթե հիմա Հայկին կորցնի, այլևս երբեք չի կարող ինքն իրեն ներել, Հայկն էլ չնայած ներսում դեռ կուտակված հարցերին ու կասկածներին ընտրում է սերը, գոնե այս պահին, Սոնան ու Վռամը նույնպես միասին են, Սոնան ապացուցում է, որ Վռամին իսկապես սիրում է, նա պատրաստ է դիմակայել հոր, եղբայրների, ամբողջ շրջապատի ճնշմանը, միայն թե Վռամի կողքին լինի, բայց հենց այստեղ է, որ վտանգը սկսում է խորանալ, երբ ընտանիքները դեռ պատերազմի մեջ են, սիրո ցանկացած քայլ կարող է վերածվել նոր ողբերգության, Սաքոն այս ամենը դիտում է իր անկյունից և հասկանում, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, նրա համար Նարեի ու Հայկի հաշտվելը վտանգավոր է, որովհետև որքան մոտ են նրանք իրար, այնքան մեծ է հավանականությունը, որ ճշմարտությունը դուրս կգա ջրի երես, Սաքոն գիտի, եթե Հայկը վերջապես իմանա, թե ով է սպանել իր հորն, այս ընտանիքում ոչ մի բան չի մնա կանգուն, այդ պատճառով նա ավելի է սեղմում օղակը, ավելի կոպիտ է դառնում, ավելի անզիջում, Արմոնը այդ ընթացքում պատրաստում է իր հերթական քայլը, նա տեսնում է, որ Նարեն ու Հայկը նորից միասին են, Սոնան ու Վռամը նույնպես, և դա նրա համար կատարյալ պահ է հարվածելու, Արմոն չի ուզում, որ այս պատմության մեջ որևէ մեկը երջանիկ լինի, նրա ձեռքում դեռ կան գաղտնիքներ, նամակներ, կիսատ ճշմարտություններ, ձայնագրություններ և ամենակարևորը, նա սպասում է ճիշտ պահին, նա սպասում է, որ բոլորը թուլանան, հավատան, թե վտանգն անցել է, Լալան շարունակում է մնալ ամենաանորոշ կերպարներից մեկը, նրա լռությունն այլևս պարզապես վախ չէ, այլ հաշվարկ, նա գիտի ճշմարտությունը, գիտի ով ինչ մեղք ունի, բայց նաև հասկանում է, որ մի բառը կարող է պայթեցնել ամբողջ սերիալի հավասարակշռությունը, նրա վերադարձը արդեն իսկ խառնել է ամեն ինչ, բայց դեռ ամենաողբերգական խոսքը չի հնչել, և հենց այս հարաբերական խաղաղության մեջ է, որ նոր պայթյուն է սպասվում, սիրային գծերը կարծես ամրապնդվել են, բայց դա միայն փոթորկից առաջ եղած լռությունն է, Շուտով մեկը կխոսի ավելին, մեկը կդավաճանի, մեկը կբացահայտի այն, ինչ տարիներ շարունակ թաքցված է եղել այդ պահին, Նարեի ու Հայկի սերը կկանգնի իր ամենամեծ փորձության առաջ, իսկ Սոնայի ու Վռամի հարաբերությունները կարող են դառնալ հարվածի հիմնական թիրախը, Հարսնաձորի լեգենդը նոր փուլ է մտնում, որտեղ երջանկությունը շատ կարճ է, իսկ ճշմարտությունն անխուսափելի, հեռուստադիտողներին սպասվում են լարված, հուզիչ ու ճակատագրական սերիաներ, որտեղ ամեն ժպիտի հետևում կարող է թաքնված լինել նոր ինտրիգներ, Պատմությունը շարունակվում է ավելի մռայլ ու ծանր շնչով, որովհետև Հարսնաձորի լեգենդում երջանկությունը երբեք երկար չի տևում, Հայկն ու Նարեն փորձում են ապրել այնպես, կարծես անցյալն այլևս ուժ չունի իրենց վրա, բայց իրականում այդ անցյալը քայլ առ քայլ մոտենում է, Հայկը սկսում է զգալ, որ Նարեն դեռ ինչ-որ բան է թաքցնում, նրա հայացքում կա վախ, խոսքերում կիսատ ճշմարտություն, Նարեն ամեն օր պայքարում է իր ներսում ասել ճշմարտությունը և կորցնել Հայկին, թե լռել ու ապրել այդ ծանր բեռի հետ, Սաքոյի վիճակը գնալով վատանում է ոչ միայն առողջական, այլ նաև հոգեբանական առումով, նա հասկանում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է, Լալան վերադարձել է, Հայկը հարցեր ունի, Աբոն գիտի ավելին, քան պետք է, Սաքոն այլևս չի վստահում ոչ մեկին, նույնիսկ Արմոյին, բայց հենց Արմոն է դառնում նրա ամենավտանգավոր դաշնակիցը, Արմոն երկակի խաղ է խաղում, Սոնան ու Վռամն այս ընթացքում փորձում են կառուցել իրենց փոքրիկ խաղաղությունը, բայց Վռամը գնալով ավելի անտանելի է դառնում, Լալան այս պահին կանգնած է ամենադժվար ընտրության առաջ, նրա լռությունն այլևս չի փրկում ոչ մեկին, նա տեսնում է, թե ինչպես է Հայկն ապրում մեղադրելով հորը, ինչպես է Նարեն տանջվում իր սիրո ու հոր մեղքերի միջև և հասկանում, ճշմարտությունը եթե չասվի իր բերանից, այն միևնույն է կասվի ուրիշի կողմից, բայց ավելի դաժան ձևով, իսկ այդ ուրիշը կարող է լինել հենց Արմոն, և հենց այստեղ է, որ պատմությունը մոտենում է հերթական պայթյունին, Հայկը ստանում է նոր տեղեկություն, որը ստիպում է նրան վերադառնալ անցյալին ու նորից փորփրել հոր մահվան պատմությունը,
Նարէն շուտով հասկանալու է, որ ժամանակը գնալով սպառվում է, նրա լռությունը կարող է դառնալ ոչ թե փրկություն, այլ ամենամեծ դավաճանությունը։ Հարսնաձորի լեգենդը մտնում է մի փուլ, որտեղ ոչ ոք այլևս ապահով չէ, սիրո խոստովանությունները կարող են վերածվել հրաժեշտի, ընտանիքները բացահայտ պատերազմի, իսկ ճշմարտությունը ամենացավոտ զենքի։ Առջևում սերիաներ են, որտեղ ամեն ինչ որոշվում է ճակատագրի հեգնանքով, և ոչ ոք չի կարող կանխատեսել ով է վերջում վճարելու տարիների մեղքերի գինը։